կոնկրետ ծրագիրեր որոշակի մարդկանց քաղաքական դաշտից չեզոքացնելու, այս պարագայում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չեզոքացնելու եւ քաղաքական դաշտը իրենց վերահսկողության տակ վերցնելու։ Հայաստանի քաղաքական դաշտում ձևավորված է մի մատրիցա, հայ ժողովրդին մոլորեցնելու մատրիցան է եւ այդ մատրիցայից դուրս միայն Ռոբերտ Քոչարյանն է։ Հիմա այդ հոդվածով էլ ապացուցվեց դա, որ ամբողջ պայքարը էլի Ռոբերտ Քոչարյանի դեմ է, որովհետեւ եթե Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը կա, այդ մատրիցան չի կարողանում ամբողջապես ավարտուն տեսք ստանալ։ Այնպես որ որևէ կասկած չկա այդ հրապարակման հետ կապված, այո, սխալագրությունները մենք տեսել ենք եւ տեսել ենք ինչ են քննարկել, շատ վատ է որ այդ մարդը այդպիսի գործունեության է ծավալում, բայց դա իր ընտրությունն է։ Ի վերջո, գիտեք, մարդը իր անցած գործունեությունը պիտի գնահատի, չէ՞ մեկ-մեկ։ Ի վերջո լավ, այդ մարդը հիմա որ այս գործունեությունը ծավալում է։ Լավ հաշվի առնում է նախքին իր գործունեությունը ինչի բերեց։ Երբ որ Նիկոլ Փաշինյաններ էին խաղացնում, ֆինանսավորում, աջակցում, լավ տեղ հասավ Հայաստանը։